Արգելի ունկնդիրներ, շնորհակալ եմ Հայելի ակումբին և Անժելա Թովմասյանին այս ձևաչափով եթեր տրամադրելու համար։ Եվ այսօր իսկապես պետք է խոսել այն, ինչ կատարվում է Հայաստանում, խոսել այդ մասին, և ինչ-որ շարունակություններ կան, որոնք ինձ մտահոգում են, որովհետև կարծում եմ Նիկոլ Փաշինյանը իսկապես ուզում է բախումների տանել հասարակությանը և շատ բացահայտ է երևում դա, երեկա օրինակին պետք է անդրադառնամ և այդ օրինակով կարծես թե սկսվում է այն, ինչով ինքը փորձում է իշխանություն պահել, որովհետև իշխանությունը առաջ պահում էր ինչով, պոպուլիզմով, ժողովրդին խաբելով, ժողովրդի էմոցիան գողանալով, ինչ-որ ծրագրեր խոստանալով, Արցախի մասին այսպես վերամբարձ բաներ ասելով, բայց այլևս ժողովուրդը դրան չի հավատում։ Եվ միակ, ինձ թվում է, միակ գործիքը, որը մնացել է և ինքը ուզում է դրանով իշխանությունը պահել, հավելյալն է, առճակատումն է, չի բացառվում նաև բախումները, որոնք կարող են շատ ծանր հետևանքներ ունենալ։ Այլ խոսքով, Փաշինյան Նիկոլը կարողացավ իր մեջ այսպես պրկված թույնը, իր մեջ պրկված չարությունը, իր մեջ պրկված տգիտությունը, էգոիզմը, սրբապղծությունը, իշխանատենչությունը դարձնել խորհրդարանային լրջագույն գործիք, այսինքն քայլարածների մասին է խոսքը, և դրա վառապացույցը 3 խորհրդարանում տեղի ունեցած դեպքերն էին։ Ինչի մասին է խոսքը։ Փաստորեն այն, ինչ տարիներ շարունակ քարոզում էր Նիկոլ Փաշինյանը, սկսած Արցախից, Արցախի, այսպես ասած, զարգացումից, հանրապետության զարգացումից, մարդկանց սոցիալական կենցաղային լավ վիճակներից, երեք եկավ ասած ոչ իր թիմակիցների միջոցով։ Ես խաբել եմ, բայց նաև պետք է ինձ ենթարկեք, այլապես տեսեք, կծծեմ կամ կկրակեմ։ Միանգամից ուզում եմ ասել, որ ես ողջունում եմ Լևոն Քոչարյանի ելույթը։ Վերջապես, երբ լսում էի, վերջապես ասացի, որ թիմը պետք է հասկանա, որ ինչ խոսես Նիկոլ Փաշինյանի կամ Ալեն Սիմոնյանի կամ չգիտեմ Անդրանիկ Քոչարյանի մյուսների հետ քաղաքականության մասին խոսել նշանակում է դրանց հետ այդ մասին խոսել գլխով պատին արվածել։ Նրանք այն բառապաշարը, այն մոտեցումները, որ ունեն ընդդիմության նկատմամբ, պետք է համարժեք լինի ընդդիմության կողմից։ Իսկ դրանք խուլիգանություն են։ Ես հատուկ երեք դիտեցի հանրային հեռուստատեսության լուրերի թողարկումը, ուզում էի տեսնել, թե ինչ արձագանք պետք է տա մեր հարկերով ապրող հեռուստաեթերը։ Պարզվեց ինչ, որ Լևոն Քոչարյանը մի այսպես հանցագործ է, որը վիրավորում է բոլորին, ինքը իրեն ներկայացնում է որպես իր հոր որդի և ինչ-որ հետևություններ պետք է անի, որ չկարելի իրեն այդպես պահել թիվ 1 խորհրդարանական ամբիոնում։ Գիտեք, այդ պահին հարց է առաջանում, չգիտեմ, այդպես միջին թվաբանական մտավոր կարողություն ունեցող մարդու մոտ հարց է առաջանում։ Եթե դու իսկապես մտածում եք խորհրդարանական մշակույթի մասին, խորհրդարանական ձևակերպումների, լեքսիկոնի մասին, այդ որ ինքը շատ ներողություն արգելի է հեռուստադիտող, որովհետև պետք է ցիտեմ այն խուլիգանական խոսքերը, որ ինքն ասել է, որովհետև որպեսզի հասկանալի լինի։ Ներողություն եմ խնդրում մեկ անգամ ևս։ Այդ որ ասում էր ընդդիմությանը բռնելու եմ շինը։ Պետրոս Ղազարյան, որը կարծեմ ղեկավարում է հասարակական քաղաքական հաղորդումների, այդ թվում նաև լուրերի բաժինը, անդրադարձար դրան։ Չէ, որտեղ Նատաշկան իրավունք ունի անդրադառնալ դրան։ Իսկ Նատաշկան գիտես ռուսական իրականության մեջ ինչ է խորհրդանշում։ Այդ որ եկել էր եւ խորհրդարանի բարձրագույն ամբիոնից, դա մեր ամենաբարձր ամբիոնն է։ Կնոջ ընդդիմադիր կին պատգամավորի հարցին պատասխանելուց ասած, եթե պետք լինի մատից փոխարեն ուրիշ բան թափ կտամ։ Այն փողոցային խուլիգան այն վերջին լակոտի արտահայտությունները դա։ Պետրոս Ղազարյան անդրադարձակ դրան։ Այդ որ վերջապես երեք եկել էր, ստորաբար ասում էր համբալ եք դուք։ Ինքը ընդդիմադիր պատգամավորին ամբիոնից ասում էր համբալ։ Անդրադարձակ։ Ես երկար տարիներ մի քանի գումարումների պատգամավոր եմ եղել եւ միշտ պատգամավոր եղած ժամանակ եղել եմ ընդդիմադիր դիրքերից։ Այսպիսի ստորություն բարձրագույն ղեկավարության կողմից իսկապես չեմ տեսել։ Տարբեր մոտեցումներ եմ ունեցել իշխանությունների նկատմամբ, բայց այն բառապաշարը, այն լեքսիկոնը, այն բառամթերքը, որը մտավ այսօրվա մեր իրականություն,
խուլիգանություն է, խայտարակություն։ Այդ որ ասում են բանդիմությունը, չգիտեմ, եւ այլն, ճաշակը, լեքսիկոնը, պապվածքը թելադրում է օրվա իշխանությունը։ Այստեղ պետք է հիշեցի գեներալ դե Գոլի հայտնի իմաստուն խոսքը, որ ասում էր, եթե իշխանությունը գալիս է չկարդացած տգետ մեկը, ինչ որ ժամանակ հետո շատերը դառնում են այդպիսի։ Ճիշտ այսօրվա մեր իրականությունն է, որովհետև գիտեք, ես չեմ կարծում, որ իրենց մեջ գրագետ մարդիկ չկան, չէ, կան, բայց նաև տեսնում եմ, որ այն մարդիկ ես կուզենայի, որ մի 2-3 հոգի կայի, որ չլինեին այդ թիմում, բայց մարդիկ կան, որոնք ուզում են, որ գրագիտություն ունեցել են, այսպես գալիս երթում են, ասում են, չէ, մենք անգրագետ ենք, դու մեզ դիտի, որ քո դպրոցն ենք, քո շկոլան ենք։ Ես չգիտեմ, այս վերջերս էր Ռոբերտ Քոչարյանը ասել, որ Հայաստանը հրահրել պատերազմը։ Ես այդ ձևակերպումը տվել եմ 19 թվականի աշնանը, երբ Ստեփանակերտում հրապարակում, այսպես ոգևորված երեն խժխժան ձայնով ասեց Արցախ Հայաստանը եւ վերջ, մի անգամից ես անդրադարձա, գրեցի ելույթի ժամանակ ասացի, որ դա պրովոկացիա էր, դու հրահրում ես պատերազմ, դու սադրում ես պատերազմ, որովհետև դա ուղղակիորեն նշանակում էր պիտի կրկնեմ, որովհետև քիչ ուշադրություն դարձրվեց դրա վրա։ Դու ուղղակի հարևան պետությանը ներկայացնում ես հողային պահանջ, պահանջատիրություն։ Իսկ միջազգային որևէ նորմ չկա, որ արգելում է որևէ պետության, որպեսզի պաշտպանի իր ինքնիշխանությունը։ Իհարկե թուրքերը թուրքավարի դա արեցին, ցեղասպանելով, էթնոզտելով, բայց դու հայտարարում ես բացառապես իլուր աշխարհի, որ Արցախ Հայաստանը եւ վերջ։ Մեր դիվանագիտական պրակտիկայում ամենացածրաստիճան դիվանագետը նույնիսկ այդ մասին այդպես չի ասել։ Իհարկե ասենք Լեոնիդ Ազգալատյան կասեր, Դեդը կասեր, նրանք կռվող տղեկ էին, զոհվեցին, նրանք զինվորական էին։ Պետության ղեկավար ես։ Եվ իսկապես դրանից շատ չանցած այս խոսքից հետո Եվ նրանք հիմար կլիներ մեր թշնամի, եթե չօգտագործեր այդ փաստը։ Եվ ընդամենը մի քանի օրերի, մի 2 շաբաթվա ընթացքում բոլոր տեղերում պետք է այս մասին նորից ասեմ, միջազգային բոլոր ամբիոնները հեղեղվեցին թուրք այդ ադրբեջանական տանդեմի դիմումներով, հայտարարություններով, որ այս պետությունը իր առաջին դեմքով խոստովանեց, որ իրենք մեր նկատմամբ ունեն հողային պահանջ եւ նրանք զաբթել են մեր հողերի 20%-ը։ Լավ, ձեր դիվանագետները ինչով էին զբաղված։ Չեն տեսնում ինչ է կատարում միջազգային ամբիոններում։ Չնայած երևի վախենում էին քեզ փոխանցեին, որ այդ տգիտությունը, այդ ստորությունը, որ անում ես վաղը մեզ համար արժանալու է 5000 զինվորի գլխատում, արժանալու է Արցախի գլխատում, կապ չունի դա իր համար։ Ինքը կարևոր է այդ պահին տեսել էր այդպես վառվող ակտիվ մասսա 4-5 անոց, ասում էր ոնց կարելի է կորցնել այսպիսի մասսային, ասում էր չէ, Արցախը Հայաստանը եւ վերջ։ Կրկնում եմ 19 թվականից նրանք ադրբեջանցիք կարողացան օգտագործել այդ փաստը, որովհետև ինքն էլ տգետ է, ինքը չի հասկանում։ Եվ նրանք, ովքեր զգում են, որ տգետ է, վախենում են, որպեսզի ինչ-որ բան պրոֆեսիոնալ բաներից խոսեն, չեմ կարծում, որ այդ դիվանագետների մեջ չկան մարդիկ, որոնք տեղյակ են, ծանոթ են միջազգային այդ ամբիոնների օրակարգերին, թե ինչ նյութեր են մտնում դուրս գալիս, բայց չեն զեկուցել վստահ է, որտեղ միջին մակարդակի որևէ դիվանագետ դա կասկանար ինչ էր նշանակում։ Եվ այս առումով պետք է ասել, որ իսկապես կրկնում եմ ուշադիր լսեք, եթե ձեր մեջ կա մեկ բանավիճող, խելքը գլխին եւ լիազորված, եկեք ես բացատրեմ, որ իսկապես դա հրահրում էր, դա հրահրեց Նիկոլ Փաշինյանը, սադրեց պատերազմը, որը գիտեք ինչ նստեց մեզ վրա։ Մյուսը, որ ասենք, իսկապես այդ տգիտությունը, որ ուզում են ներկայանալ տգիտություն, այս որ արդեն այդ նորաձև կրթություն, թե կրթել նորաձև եւ այլն, այդ ձևակերպումը որ կա։ Գիտեք, օրինակ ես չեմ կարծում, որ այդքան տգետ է Մատենադարանի տնօրենը, որ ասում է եկեք մեր Մատենադարանում մեր աշտակիցներին սովորեցրեք նոր ձևով կրթվել։ Չէ, ես վստահ եմ, որ ինքը նույնիսկ խորքում ասում է, այս տգիտությունը ոնց եմ ես բերում մտցնում Մատենադարան, որպեսզի խոսի այդ մասին, բայց չէ։ Դե Գոլի ասած այդ տեսակն է, որը պայքարում է իր գրագիտության դեմ, որպեսզի տգետ երևա, որովհետև դե գիտեք, հետո ինչ որ կարծեմ հանրային խորհուրդ, նախագահ, վաղը պարլամենտական ընտրություններ։
Այս նույնը երեք գիտեք, որ եկել էին ազգային ժողով այդ արտահերտ նիստը, արտահերտը չէ։ Նիստին եկել էին, ես հասկացա, որ հիմնական, ուրեմն օրակարգային հարցերից մեկը իրենց ներսի, այսպես կոչված քայլ արածները, այն էր, որ անպայման գցնեին Աննա Հակոբյանին։ Հատկապես այդ տղամարդիկ են կոնջորյան կոչվածը։ Լավ չեք ամաչում տղամարդկային այսպես որևէ բան ունեք ձեր մեջ, չեք ամաչում դուք։ Եկել եք ինչն էի գովաբան, մի բան, որ պետք է տիկինը կարողացել է տալ պետության քաղաքական կյանքի, որ ամեն անգամ երբ ինքը խոսում է, առավել ևս նորաձև կրթության մասին, ուղղակի հարվածում է այն էլ չունեցող վարկանիշին ԿՊ-ի։ Եկել եք ով խոսում էր պարտավորված էր զգում գովաբաներ ասել, որ իրենից բարձր գիտելիքների տեր մարդ չկա Հայաստանում։ Ես չգիտեմ, ես մի բանում համոզված եմ, որ մոտենում է ավարտը, այդ ավարտը շատ տխուր եւ դաժան է լինելու, որպեսզի չլինի դաժան, ուղղակի պետք է ինքը կարողանա հասկանալ, որ ինքը կործանել է, գլխատել է պետություն, գլխատել է մեր հազարավոր զինվորների, գլխատել է մեր արժանապատվությունը, ստորացրել է մեզ միջազգային ամբիոներում, ուղղակի գնա եւ խնդրի, որ իրեն իր ֆիզիկական ապահովությունը ապահովելու համար բանտարկեն։ Լինել այնտեղ, չնայած այնտեղ էլ կարող են, որովհետև մի անգամ երբ բանտարկվել էր, եթե չլիներ Զարուհի Պոստանջյանը, երևի չգիտեմ ինքը ինչ վիճակում դրսում կայտնվեր։ Մյուսը ինչ վերաբերում է իր երբ հմեկով հանրայինով դիտում էի, մտածում էի, որ պետք է այդ արտահայտությունները, որի քարել է, գիտեմ, իսկապես խուլիգան, վերջին փողոցային խուլիգան լակոտի արտահայտություններ են, հիշում եք, չէ՞, իսկապես որ ասում էր բռնելու եմ շինը ցույց էր տալիս, թե ոնց են դա անում, այն բոլոր արտահայտությունները հարգելի իրավապահներ, հարգելի դատախազություն, հարգելի մարդու իրավունքների պաշտպան, այդ որ գալիս եք այդտեղ շուտ ասելուկի նման ինչ որ արագ բաներ եք ասում, չեք զգում, որ ինքը թքում է այդ սահմանադրության վրա, չեք զգում։ Չեք զգում, որ ինքը եւ իր թիմը ոտքերը մաքրում են սահմանադրության վրա։ Ինչու է գլռում։ Երբ որ ինչու էր այդ ջղաձգումը ինչից սկսվեց, այդ լաչառությունը, հա, որ կորցրել էր, որովհետեւ Անիֆի մասին հարցրեցին եւ ասեցին քո թիմակիցները ուրեմն կոռուպցիոն գործարքների մեջ են։ Այն հայտնի, այսպես այցեքարտով մարմնավաճառը արդարացրեց իր շեֆին, որ համբալ է անվանում այդ մարդկանց։ Ընդհանրապես եթե արդյունքներ միացնում ես, ասում եմ լավ ինչ եղավ այդ Անիֆի գործը։ 3 տարի շարունակ եւ շատ բացահայտ է ինչքան միլիոններ են մասցվել, ինչքան աշխատավարձեր են տվել։ Ինչու ձայն չեք անում։ Եվ ես հավատում եմ այն տարբերակին, որ իսկապես ինքը մասն ունի այդ թալանից։ Այլապես չէր կարող։ Եվ այդ ռեակցիան, որ տեսնում եմ, այդ ջղացկված նյարդային ռեակցիան հասկանում ես, որ ինքը այդտեղ ինչ որ բան կա, որ իրեն շատ է ուզում։ Եվ գիտեք, այստեղ ես հավատում եմ նաև նրա համար, որ մի քիչ ծանոթ լինելով իր կենսագրությանը, օրինակ իր աշխատողներից մեկը, ես որ հիմա կպատմեմ, ինքը ինձ թույլ տվել է, որ դրա մասին ինքը ինչ որ պատմել է, ես ասեմ, երբ ինքը լրագրող էր եւ շանտաժով փողեր հավաքում, պատմեց, որ ազգային ժողովի խմբակցություններից մեկի ղեկավարի հետ կաշառք էր վերցրել, որպեսզի իր թիմի մասին, իր խմբակցության մասին բան չգրի, ամիսը $2000 կաշառք էր։ Հա, պայմանավորվել են եւ $2000 ամիսը փոխանցում էր եւ նա ով ինձ պատմել է, այսպես ասած այդ ինֆորմացիան կամ այդ բան իր միջոցով է փոխանցվել եւ մի անգամ ասենք չգիտեմ, դեռ չոր օրը ֆիքսված եղել, ենթադրենք մինչեւ ամսի 4-ը յուրաքանչյուր ամսվա, մինչեւ 5-6-ը չի փոխանցել եւ այս իր աշխատակցին ասել է, որ այդ խմբակցության ղեկավարին փոխանցեց, որ մինչեւ ժամը 12-ը եթե փողը տեղ չհասավ, վաղը շատ դաժան նյութ է լինելու քո խմբակցության մասին եւ 11:30-ին իր վարորդի միջոցով այդ խմբակցության ղեկավարը ուրեմն այդ 2000-ը փոխանցել է։ Սա փողի համար մեռած կերպար է։ Սա անտեր իր ծնողներին թողելով իջևանում, որ տարբեր տեղերից, չգիտեմ, Քյավառից, Գյումրիից, Կիրովականից, եւ Վայոց ձորից գնում էին պաշտպանելու Իջևանը, փախլեր Երևան եւ շատ կարճ ժամանակով ես այդ ժամանակ Գերագույն խորհրդի падգամավորի եւ մենք գիտեինք ինչ վիճակում ենք ապրում, դարձավ տան տեր, մեքենայի տեր, գրասենյակի տերը, չգիտեմ, եւ այլն եւ այլն։ Եվ իմանալով իր կենսագրությունը, ես հավատում եմ, որ նա անպայման այդտեղ ունի։ Նաեւ ուզում եմ իմ սուբյեկտիվ կարծիքն է հավատալ, որ նաև ինքը
ծախել է, վաճառել է Ղարաբաղ, Արցախը։ Այն ինչ որ հիմա ինքը անում է, այն ինչ տոնով որ պատասխանում է, այսինքն չի պատասխանում։ Ալիևը ձեռ է առնում, ամենավերջին բարերով ձեռ է առնում։ Շոու բիզնեսը նստած է իր վրա։ Այնտեղ մեր կատ պատկեր եմ տեսել, թե ինչպես է մաչեղալի տակ գլուխը կողում հանում են, տանում բերում են, կամ դողելի վրա կաշին իր դեմքով է։ Ինքը ոչ պատասխան չի տալիս։ Այն լրագրողը ճիշտ է, որ ժամանակին ասաց ներողություն պիտի նորից կրկնեմ, ասեց դու շատ վատ հայեցիր ընդդիմությանը, նորից չկրկնեմ, որ ասացին ինչպես է վարվելու ընդդիմության հետ, ասեց բա ինչու է նույնը չեք վարվում Ադրբեջանի նախագահի հետ։ Մեկը այսպես չկմեղացած ասեց, չեմ հիշում որ այդպեսի բան եմ ասել, ղալատ ես արել, լավ ես հիշում ինչ ես ասել։ Ուղղակի համարձակություն չունես։ Դու այն կերպարն էր, այն տղան էր, որ ասում էր Ալիև քեզ գլուխ շպայ, սա քո մոտել է մեղափոխություն անում։ Այդ ինչպես քեզ առան։ Չերկարացնեմ իր հետ կապված, ուղղակի պետք է ասել երկու հոգի կան, մեկը ինքն է, մյուսը ազգային ժողովի նախագահ կոչվածը։ Այն մյուսները ուղղակի ստրուկներ են, իր ուսապարկներ են։ Այս երկուսի հարցերը պիտի լուծել։ Այս ազգային ժողովի նախագահ կոչվածն էլ մի անգամ ասացի, ինքը իսկապես դավաճանի կերպար է, որովհետև 24 թվականի հոկտեմբերի 17-ի ազատության տված ռադիկալային արտադրություն ուղղակիորեն արդարացնում է ադրբեջանցիների, Ադրբեջանի, այսպես Արցախում իրականացված էթնոզտումը, ցեղասպանությունը, դա պայմանավորելով ՄԱԿ-ի 4 բանաձևերով։ Նույնիսկ չգիտեր էլ որ 4 բանաձև, որովհետև կրկնում եմ նրան այդ, չգիտեմ, տենդերները, ասֆալտը հետաքրքրում, այն մյուսը ինչ այն վիվարուն է հետաքրքրում, եւ ինքը արդարացնում է, բայց տեղյակ չի դա ինչ է, լսել է, բայց եթե Վլադիմիր Կազիմիրովի նյութերը կարդար, իմանար ինֆորմացիան, կիմանար, որ հենց այդ Մինսկի խումբը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմեց գրությամբ, հայտարարությամբ, որ այդ բանաձևերը չեն իրականացվել Ադրբեջանի պատճառով, որովհետև նա չի իրականացել այն պայմանները, որոնք դրված էին իր առաջ, դա վերաբերում էր ապաշրջափակման, չգիտեմ, այնտեղ գերիների հետ կապված հարցերին եւ այլն։ Չէ, իրեն չի հետաքրքրում դա։ Եվ այս կերպարը, գիտեք, մի 3-4 հարցազրույց կա, որը ինքը ուղղակի Արցախի այսպես ոչ մի թիզականի կերպարով է հանդես գալիս։ Ասում է ոնց թե լրագրողը հարցում է, կարծեմ նույն Պետրոսն էր, այդ ժամանակ դեռ բան էր, ծառայում էր Գագիկ Ծառուկյանին կամ Սերժին, չգիտեմ։ Երբ հարցեր բարձրացնում Արցախի, ուրեմն լուսման հետ կապված ինչ որ հարցեր բարձրացնում, ասում է ինքն է պատասխանում։ Ինչ զիջում, ինչ փող զիջում, այդքան զոհեր են տվել, մեր տղաները զոհվել են Արցախի համար, չգիտեմ ինչ է այնտեղ Աղդամի մայրենիքն նուրը այսպես կրծքին սեղմած, մի քանի այդպես հարցազրույցներ կան, հիմա որ հարց տալիս են, դա ասում է սխալվել եմ, դու չես սխալվել, դու գլխատել ես 5000 մեր երիտասարդների, մեր քաղաքացիների, դու գլխատել ես Արցախը, քո այդ հայտարարություններով դու գլխատել ես մեր արժանապատվությունը, այ մարմնավաճառ, դու պատասխան տալու ես, միևնույն է, թող քեզ չթվա, հիմա դա այն բառը ոնց է կոչվում, հա մի բառ կա այդ այսպես կոչված հեղինակությունների աշխարհում քերոփություն ես անում, բայց քեզ դաբախ խանից գիտեմ դու ինչ ղազիկ ես։ Դաբախ խանից քեզ գիտեմ։ Մի օր այդ որ այդպես կարողանում ես թքել, այն մեր պոետը շատ լավ է ձևակերպել, այդ թքող մոր թքող լակոտ։ Վաղը չի բացառում, որ այսպես ակաշները շանթուլի նման կտրեն, որովհետև այնքան ստորություններ ես արել մարդկանց նկատմամբ։ Այսօր քեզ լավ ես զգում, հա քերոփ ես աղում։ Քրիստինե Վարդանյանին փոխանակ գնաս ծենկի գազ դեմը ասես մի հատ բացատրի ոնց անեմ, որ քաղաքական սկզբունքներ ունենամ, որ քաղաքական տրանսգենդեր չդառնամ, ոնց անեմ, որ մի քիչ տղամարդկային որակ ունենամ, այնտեղ ահաբեկում է Քրիստինեին։ Գետինը չես մտնում այդ տղա։ Այ ուրացող տղա, դու հասկանում ես ինչ եմ ասում։ Եվ իսկապես չեմ կարող մոռանալ, այդ որ ելույթից համար դու հրահանգել էիր, որ ինձ դուրս անեին բռնի ուժով խորհրդարանից։ Դու գայիր։ Ախր դու գիտես, որ ինչ-որ պայի շանթուլման իսկապես հակաշներից կկտրվի։ Չեմ կարող առանց զայրույթի խոսել, որովհետև դու մենակ այն ֆիլմերում է, գիտեք ոնց է կոչվում, այդ ֆիլմերը, էրոտիկ ֆիլմերում կարող ես ինչ-որ դերակատար լինել։ Դու ուրիշ ոչ մի բանի ունակ չես, ոչ մի բանի, եւ դու իսկապես պատասխան եք տալու։ Այս երկուսը արգելի ժողովուրդ, արգելի ուրեմն ունկնդիրներ, այս երկուսի հարց պիտի լուծվի։ Առաջին այդ գլխավոր քայլարածի եւ հիմնական թիվ 1 այս ստրուկի, այս ուսապարկի հարցը լուծվի։ Հիմա այսքանից հետո ուզում եմ խոսել թե ինչպես բռցնել սրանցից, ինչպես ազատվել։
Տեսեք, իմ դուրը չի գալիս, որ մարդիկ խոսում են, ասում են սահմանադրական ճանապարհով, ասում եմ, սպասում եմ տեսնել ինչ պիտի ասեմ։ Սահմանադրական ճանապարհը նշանակում է մտնել նույնիսկ ակաշներից բռնել, դուրս շպրտել, եթե ես գիտեք, ես ինքս սահմանադրագետ չեմ, իրավաբան չեմ։ Բավականին երկար զրուցել եմ սահմանադրագետների հետ, մասնագետների հետ։ Առնվազն 10 հոդվածներով իրենք պետական անձագործներ են եւ քրեական անձագործներ։ Մեզանում ասեմ, օրինակ այդ վիժվածք կոչվածը, Նիկոլ Փաշինյան կոչվածը, մենք Գերագույն խորհրդի 92 թվականի հունիսի 8-ին ընդունեցինք որոշում, կարծեմ սահմանադրական օրենքեր դա, որ որևէ մեկը իրավունք չունի օգտագործել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումը Ադրբեջանի տարածքում։ Դու խախտել ես դա, պետական անձագործություն է։ Դու 22 թվականի հոկտեմբերի 6-ին հայտարարեցիր, որ Արցախը Ադրբեջանը եւ վերջ, Լեռնային Ղարաբաղը չէ, որտեղ վախենում էր Ալիևի մոտ, Ալիևը կարողացել էր թաթիկներից բռնել, տանել վեր իրենք այնտեղ եւ Միշելի եւ Մակրոնի ներկայությամբ, Ալիևի ներկայությամբ, դες ձեռքերը բարձր պահած, վերև բարձրացած ասում էր, դե չէ, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի եւ վերջ։ Մենք լուրջ ուշադրություն չդարձրինք դրա վրա այն առումով, որ 130-ից 150 միլիարդ դոլար պետք է։ Արդեն Ադրբեջան հայտը ներկայացրել է, որ մենք պետք է, որովհետև 30 տարի շահագործել եք իր ընդերքը եւ այլն, այդքան ֆինանսական, ռազմական տուգանք կամ ռազմական կոնտրիբուցիա պետք է մուծենք։ Հիմա ինչ որ, չգիտեմ, փողերը հավաքում, որը 1-2% է կազմելու դրա։ Եվ դրանով ամեն օր ասում է, տեսեք, ես ավտոն բռնագրավեցի, ես մի հեկտար հող վերցրեցի, չգիտեմ ինչ արեցի, եւ դա դարձրել է, չգիտեմ ամեն ինչ։ Պատասխան ես տալու դրա համար։ Դու ինքդ լավ գիտես, Նիկոլ Փաշինյան, որ քո միակ ապահով տեղը լինելու է բանտը։ Չգիտեմ, մնել կլինի թե ոչ, որովհետեւ երբ պատմում է թե բանտային կյանքում քեզ ոնց է սպահել, ուղղակի ապշում ես, որովհետեւ նորմալ տղամարդիկ այդպես իրենց չեն պահում։ Մենք էլ ենք եղել այդ տարածքում, գիտենք դա ինչ է նշանակում։ Մի խոսքով քո կերպարը այսպիսին է եւ պետք է քեզանից ազատել։ Հիմա ասացի առնվազն 10, ուրեմն կան հոդվածներ մեր սահմանադրության եւ քրեական օրենսդրությամբ, որով դու պետական հանցագործ եք, դու եւ Ալեն Սիմոնյանը եւ պետության դավաճան։ Եվ եթե դրան ավելացնենք, նաեւ առնվազն մի 4 միջազգային նորմ կարող եմ հիմա թվարկել, չգիտեմ 40 թվականի մարդու իրավունքների ընդհանուր դեկլարացիան, 51 թվականի Եվրոպայի դեկլարացիան, 75 թվականի եւ 87 թվականի հայտնի էլի մարդու իրավունքներին վերաբերող դեկլարացիաները, որոնք իսկ մարդու իրավունքները դու թքած ունես այդ իրավունքների վրա։ Ի վերջո միայն այն փաստը, միայն սա բավական է, որ մահապատիժ վերականգնել եւ քեզ ծանրագույն այդ հոդվածով դատել։ Միայն այն փաստը, որ հայտարարեցի, որ ես կարող եի այսօր ունենալ այն պատկերը, ինչ որ այսօր ունեմ, բայց առանց 5000 զոհի, դա բավական է, որպեսզի քեզ իսկապես ամենախիստ պատիժը տան, որովհետև շատ པարզ խոստովանում ես, որ ես տվել եմ 5000 զոհ, որպեսզի կարողանամ իմ պաշտոնը պահել, որպեսզի ժողովրդից չասի դավաճան։ Եվ չի բացառվում այդ շատ բացահայտ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմին։ Երևի ավելի ճիշտ ներխուժման, որովհետև վստահ եմ, դու նորից մի փաստ կգտնես, կասես չեմ ուզում զոհեր տամ, դրա համար ազնում եմ։ Ինքը չի թաքցնում։ Այդ որ Մոսկվա չէր եկել, չէր ուզում, որ երրակողմ հանդիպում լիներ Պուտին, դու եւ Ալիև։ Չէր ուզում, որպեսզի ինքը կարողանա ապահովել եւ այդ կրակոցները Զանգեզուրում, այդ գյուղերի նկատ ուղղությամբ կրակոցները եւ այլն դրա մասին են խոսում։ Չէ, քեզ դա չի հետաքրքրում։ Քեզ հետաքրքրում է, որ գազ պատգամավորը քեզ հարց տա անիֆից, կոռուպցիայից դու ասես դու համբալ ես։ Եթե պետք է լինի մատից փոխարեն ուրիշ բան թափտամ, դու դա ես։ Ուրեմն ցանկացած միջոցով պետք է կարողանալ լրացնել եւ դա սահմանադրական է։ Եվ ինչ եմ առաջարկում։ Այս ընթացքում շատ բաներ ենք տեսել։ Ես էլ դրա ակտիվ մասնակիցներ եմ եղել, ենթարկվել եմ, ուզեցել եմ իրենց կողքին լինել կազմակերպիչների, բայց տեսնում եմ միակ տարբերակը պետք է հավաքել ժողովրդին, մեկ օրակարգով եւ առանց դասախոսությունների, առանց նորից պատմելու թե ինչ սերիկա է, ինչ վիժվածք է այս Նիկոլ Փաշինյան կոչված կամ Ալեն Սիմոնյան այս թքողմոր թքող լակոտը, ասել մեկ բանով, գնում ենք սահմանադրական նորմերով դու պետական անձագործ ես, քրեական օրենսդրում դու
քրեական անձագործես, քրեական օրենսդրությամբ եւ իսկապես 60-70 հազար մարդկանց ներկայության դեպքում եթե դուրս չգա, այո, այդ ժամանակ դու իրավունք ունես մտնել եւ ակաժներից բռնել դուրս շպրտել այս պետական անձագործներին։ Դա քո իրավունքն է, բնությունից ծնվելու պայծ բերած քո իրավունքն է, որ եթե քո իրավունքներին, քո արժանապատվությանը կապվում են, եթե առավելևս պետության մեջ է սավրում եւ այդ պետությունը ունի գլխավոր դատախազ, որը, այսինքն, գիտեք ոնց, այդ կնոջը ես չեմ դիտում, որ ինքը այդպես տգետ է, չէ, ինքը շատ խելացի կին է, բավականին լավ տիրապետում է իր մասնագիտական բառամթերքին։ Բայց այն դեպքն է, որ այդ գիտելիքները ուրեմն օգտագործում է այս իշխանությանը հակաօրինական, այս իշխանության անբարո քայլերը պաշտպանելու համար, որովհետև նույնիսկ չափավոր տգետը, որը պատահականորեն հայտնվել է քաղաքականության մեջ, գիտի, եթե ազգային ժողովի նախագահը եթե հրահանգում է քաղաքացու թևերը բռնել եւ ինքը թքում է այդ քաղաքացու վրա, առնվազն 2 հոդվածով ինքը պետք է դատապարտվի։ Մեկը մարդու իրավունքների կոպիտ խախտում, մյուսը պաշտոնական դիրքի չարաշահում, բայց դե ինքը ասում է, դե գիտեք, միջազգային հարաբերություն, բռնաբարությունն էլ է միջազգային հարաբերություն, միջպետական հարաբերություն չի դա ի վերջո։ Կամ մարդու իրավունքների պաշտպանը, որ երեք խուսափում էր, նես ճարտալ լեզունով շուտ ասելուկի նման ամեն հարց այսպես ծալելով գնում էր, այդպես չի։ Եվ մենք ունենք կրկնում եմ միջազգային նորմերով էլ եմ ասում այդ բառը դուրս չի գալիս ապստամբել բառը, բայց ընդվզելու իրավունք ունենք եւ կրկնում եմ, եթե իրենք սահմանադրության վրա չեն կարողանում, այսինքն իրենք ոտները մաքրելով, ոտքերը մաքրելով սահմանադրության վրա իրենք չեն հասկանում եւ չեն թողնում իրենց պաշտոնները, այո, ասում է, որ մատնես իսկապես դուրս շպրտես դրանց իրենց կաբինետներից։ Եվ այս թիմը, որ հիմա աշխատում է, այս թիմը, որ աշխատում է, որ նայում եմ սրանց, գիտեք, իսկապես ամենավտանգավորը որևէ պետության համար, երբ տգետն ու չտեսն է գալիս իշխանության։ Իրենք կարողացել են այսպես միքսել այս երկու կարևոր ֆակտորները բացասական եւ պետությունը հասցրել են այսօրվա։ Այսքանով ուզում եի կիսվել այս տրամադրությունը, այս մտորումները ձեզ հետ, չգիտեմ, ոչ թե այսպես անուղղելի լավատես եմ, բայց ես տեսնում եմ, որ արդեն ասել է պահը, իրենք են այս ջղաձգումները, այս հիստերիան, այս լաչառությունը, այս նարդայնացած վիճակը, իրանք զգում են, որ ասել է արդեն վերջ պահը։ Երեք որ տեսա, նույնիսկ են Գյումրիից հայտնի անուն վաստակած Անդրանիկ Քոչարյանը այսպես լրբացած արձակվում էր Հայաստան դաշինքի ժողովրդի վրա, չգիտեմ շուրթերը լվացել էր թե չէ, ինքը տենց ինչ որ ձևակերպումներ է օգտագործում, հասկանում ես, որ մոտենում են ընտրությունները եւ ամեն մարդ ուզում է, որ ինչ-որ ցույց տա, որ ինչքան նվիրված է այս վժվածքին, որպեսզի վաղը տեղ ունենա ցուցակներում։ Գիտեմ, որ նաեւ քիչ կունենան կամ չեն ունենա, չէ կունենան, քիչ կունենան։ Ամենայն դեպս անուղղելի լավատես չեմ որպես, բայց հավատում եմ, որ իսկապես իրենք զգում են մայրամուտը, զգում են, որ շունչները արդեն կտրվում է եւ այսպիսի հակապետական ազգատապ գործունեության են դիմել։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում, բարին ընդ ձեզ։